Եթերում եք։ Ուրեմն նրանք ովքեր հետևել են ԿՊ-ի գործունեությանը գիտեն, որ վերջերս տեղի ունեցավ ներկուսակցական քվեարկությունը եւ 8-րդ արտահերթ համաժողովի շրջանակներում եւ ինչպես նախորոշված էր քվեարկության արդյունքում առաջին 50 տեղը զբաղեցրած տեխնացուները նաև ներկուսակցական քարոզարշավի իրականացման եւ ապա երկրորդ փուլի քվեարկության միջոցով կորոշվի թե ովքեր են առաջին 50 համարը ԿՊ-ի ցուցակի եւ այսօր ներկուսակցական քարոզարշավն է մեկնարկում եւ իհարկե մենք կուսակցական միջոցառում կունենանք, բայց այս ընթացքում նաև կօգտվենք առիթից եւ քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություններ կկիսենք նրանց հետ եւ այսպես շարունակ։ Հիմա այս ավտոբուսով մի հատ ցույց տուր։ Երևա գախ ավտոբուսը, ստեղ է։ Երկով արեք առաջացում։ Ճանաչում եք Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Դավիթ Խուդացյանն է այստեղ, Բխթար Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Վահագն Ալեքսանյան, Արուսյակ Ջուլհակյան, Արեն Մկրչյանը զուգահեռ մեր ուղիղ եթերին խփում է, ինքը իր ուղիղ եթերն է, Հասմիկ Հակոբյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, գնա առաջ գնա, Արարատ Միրզոյանը, Նազելի Բաղդասարյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Հովանիսյանը, Հայկ Գոնջորյանը, Միլադա Հովանիսյանը, Հայկ Ղալումյանը, Գնել Սանոսյանը, Սիսակ Գաբրելյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Գարիկ Սարգսյանը, Արաքսիա Վարդանյանը, Արսեն Հովսյանը, Գևորգ Պապոյանը, Նարեկ Գրիգորյանը, Պապկեն Թունյանը, Վահե Ղալումյանը, Տաթևիկ Գասպարյանը, Անահիտ Ավանեսյանը, Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, Սարիկ Մինասյանը, Քնարիկ Հարությունյանը, Արմեն Խաչատրյանը, Արփի Դավոյանը, Անդրանիկ Գասպարյան, բայց տեխնացու չէ։ Դուսաբան Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, մեր երիտասարդական կառույցի ներկայացուցիչներն են այստեղ նաև ակնոցները Սոնա Ղազարյանը, Սերգոյ Գալյանը, Արման Եղոյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիլեն Գաբրելյանը ու տենց ու մեր երիտասարդական կառույցը, որ էլի իրանք են զուգահեռող եթեր մտե, չէ, նայում են, ու սենց, կարծում եմ հետաքրքիր օրեր են մեզ սպասում, ներկուսակցական քարոզարշավի եւ իհարկե հետաքրքիր շփումներ քաղաքացիների հետ։ Այսօր գնում ենք Արմավիրի եւ Արարատի մարզ, սենց, ինչ նորություններ կա, ինչ մտքեր ունեք կիսելու մեր հետևորդների հետ, ինչ կա առողջության ապահովագրությունից ինչ նորություններ կա։ Ամառչապետ նայում ենք, որ ոնց է մի հուզված կին պատմում 2 տարի չէր տեսնում աչքերը եւ պատմա, որ 3 քան գործեր ա արել, որովհետեւ աչքը վիրահատվել է եւ ինքը ոչ միայն տեսնում է առողջությունն ա վերագտել, այլ նաեւ տան ընդհանուր մթնոլորտը լրիվ փոխվել է։ Բնականաբար առողջություն ենք մաղթում, ուրախ ենք եւ համոզված եմ նման քաղաքացիների թիվը քիչ չի եւ այսօր վերջին օրն ամսվա երկուշաբթի կամփոփ ենք փետրվարին ինչ են կարել եւ ինչ տնտեսությունից պարոն Թոնյան ինչ կա ոնց է տնտեսության վիճակը ավելի լավ է պարոն վարչապետ բանի հունվարի 10-ն էլ լավ չէ հագին 7 Պարոն Պապյան, ինչքան էր 10-ը 7.6%։ 7.6%։ Խաղաղություն լինելու է, զարգացում լինելու է, բարեկեցություն լինելու է։
Անցած հունվարը ինչքան էր։ 7 Անցած հունվարն էր 7-ից շատ։ 7.2 է եղել անցած հունվարի տնտեսական ակտիվությունը։ Երեք վերակառուցման Եվրոպական բանկը կանխատեսումը հրապարակել չխոսվեց այդ մասին 1%-ային կետով ավելացել է 6-7 թվականների համար մեր տնտեսական աճը Բայց ինչքան դարավ։ 4.5-ը 5.5-ը Բայց մեկը միշտ Տրիպի հաջող գործարկումից ուտեց հանգամանք։ դե տրիպի հաջող գործարկմանը ոչ մի բան չի խանգարում, հենց որ Պարոն Թորոսյան, թոշակների ավելացումից ինչ կա, հələ երկու բառ ասել։ Մյուս նիստին կհաստատենք։ Հա? Կառավարության մյուս նիստին կհասցնենք, հա։ Բանու աշխատակազմում է, երկուշաբթի կոմիտե, հինգշաբթի հաստատում, ապրիլի 1-ից է վճարում ամբողջությամբ։ Բանաձևերը կա, ինչպես ասել են, 660,000 մարած մարդու 99%-ին 10,000 դրամով, որոշներին ավելի շատ, փոքր շատ թիվը, որոշներին 8-9,000 դրամով։ Բայց հիմնական մասը Հաշված հետվճարը, որովհետև հետվճարներ գումարած գրեթե բոլորի մոտ եւս 10,000-ի հնարավորություն է առաջանում, նույնիսկ մինիմալ ստացողների, որովհետև 46-ի 20%-ը գալիս է 9,200, 10,000 + 9,200, 19,200։ հիմի մենք ռեալ միջին թոշակը հասնում ենք սպառողական Միջին թոշակը հասնում է 50 առանց հետ վճարի թե վճարի, սպառողական զամբյուղը վերջի երամսակը 61,700 էր, իսկ միջին հետ վճարը 7,000 դրամ է։ Այսինքն 59-ը գումարած 7,000 ստացվում է 66,000 դրամ։ 3,500-ով 4,500-ով գերազանցում եք նվազագույն սպառողական զամբյուղը։ շատ լավ է, դե կառավարության նիստին կարող է միջև էլ մի հատ խոսենք, ոնց խոսել ենք, որ աշխատանքային բանի քննարկման ֆորմատով։ Շատ լավ։ Պարոն Ռուբինյան, ինչ կա միջազգային իրավիճակը ոնց է։ Ես ճիշտ ասած ձեր դայրն էին, այո։ Հա, Բայց միջազգային իրավիճակը խառը է, դիքտեսն է։ առը։ Շատ լավ, շատ լավ։ Ինչ անենք, դե այս փուլում ամփոփենք, խոսենք։ Առայժմ։